Կախվածությունը սոցմեդիայից նույնքան վտանգավոր է, որքան խաղամոլությունը կամ թմրանյութերը։ Սա դոպամինն է, հաճույքի հորմոնը։ Սա այն է, ինչը պատճառ է դառնում կախվածության։ 1954 թվականին Կալիֆոռնիայում կատարված փորձերը ցույց տվեցին, որ դոպամինը ոչ թե հաճույքի, այլ սպասման հորմոն է։ Գիտնականներն էլեկտրոդներ տեղադրեցին մկների ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է դոպամին հորմոնի արտազատման համար։ Փորձի շրջանակում մկների վանդակում տեղադրված էր կոճակ։ Երբ նրանք սեղմում էին այդ կոճակը, ակտիվանում էր ուղեղի դոպամինային համակարգը, եւ նրանք ստանում էին հաճույքի ազդակ։ Այսինքն մկները սկսեցին հազարավոր անգամներ սեղմել կոճակը, դոպամինի նոր դոզա ստանալու ակնկալիքով։ Ոմանք սատկում էին սովից կամ ջրազրկումից, դոպամինային կախվածության պատճառով։ Սոցմեդիան եւս նախագծված է մեզ կախվածության մեջ պահելու համար։ Նպատակը քո ուշադրությունը վաճառելն է։ Մեզ անընդհատ վերլուծում են. ինչ նայեցինք, ինչ լայքեցինք եւ ինչ որոնեցինք։ Արդյունքում ալգորիթմներն առաջարկում են այն, ինչը տեսնելը մեզ հաճելի է։ Շարունակաբար ստացած լայքերը, դիտումների քանակը եւ մեկնաբանությունները ընկալվում են որպես պարգև, եւ մենք ուզում ենք նոր բան հրապարակել այդ պարգևը ստանալու համար։ Հենց սա էլ ստեղծում է կախվածություն դոպամինից։ Արդյունքում, եթե չես կառավարում ուշադրությունը, նրանք են կառավարում քեզ։ Այս ամենից ազատվելու համար սահմանիր հստակ ժամանակ սոցմեդիայից օգտվելու համար եւ թույլ տուր, որ ստանաս միայն կարևոր ծանոթություններ։ Հաճախակի հարցրու ինքդ քեզ, թե ինչ օգուտ է տալիս քեզ սոցմեդիան, եւ մի դադարիր հիշել, որ